Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Մեր նպատակը ի սկզբանե հետևյալն էր, որպեսզի 59 համարի տրանսպորտային միջոցը ով մոտեցավ մեզ, ինքը պետք է քասախ բարձրանա։ Նայեք, հիմա իրավիճակի աբսուրդ լինելը եւ անհետեթություն լինելը, ուղղակի ես զարմանում եմ, էլի ոնց կարելի է այսքան աբսուրդ իրավիճակ ստեղծել։ Դուք ինքներդ եք տեսնում, մեր պահանջը ընդամենը այս փողոցը վերև բարձրանալն է տրանսպորտը։ Հայաստանի Հանրապետությունում փաստորեն կա այնպիսի սահման, որը անձեռնամխելի է։ Պատկերացնում եք իրավիճակի լրջությունը։ Այսինքն, եթե դու համայնքի բնակիչ ես, դու բացարձակ կապ չունի քաղաքին, ինչքան ես մոտիկ կամ քաղաքի հետ ընդհանրապես շփում ունեցել ես, չես ունեցել։ Ես ձեզ տեղեկացնեմ, մեր համայնքը ստեղծվել է 60 թվականին։ 60 թվականից մենք Երևան քաղաքի հետ կապող հիմնական տրանսպորտային միջոց ենք ունեցել, որը մեզ կապել է Երևան քաղաքի Մաշտոց պողոտային, մենք Փակ շուկայի հետ առևտուր ենք արել։ Մեր ամբողջ գյուղի կենսագրության մեջ, նաև այս վերջերս, դուք էլ գիտեք, 59 համարի տրանսպորտային միջոցը սպասարկել է նաև մեր համայնքը։ Ինչ են իրենք ասել, ինչ են մեզ ասել, որ մեր տրանսպորտը հանել են մեր մոտից, ասել են, որ կա նոր ուղևորափոխադրող, որը սպասարկում է համայնքներին, որը տենդեր է շահել, տենդերը շահել է 21 թվին, չգիտես խի դրանից 5 տարի հետո նոր հայտնվել է, ոչ մեկի կարծիքը, բնակիչի ոչ մեկի կարծիքը չի ուզել։ Մենք որոշակի առումով սպասեցինք, որ հասկանանք, լավ, այդ մարդիկ ամեն ինչ խոստանում են, ասում են, լավ, մենք կանենք ուղևորափոխադրում, ոչ մի բանով չի տարբերվի, հաշվանդամների հետ խնդիր, բոլոր հարցերը, որ մենք բարձրացրել ենք, մինչև այդ, բոլոր հարցերին նրանք տվել են դրական պատասխան։ Մենք դուք տեսակ, ժամանակավորապես դադար տվեցինք, շուրջ 15 օր, արդեն մեր համայնքը սպասարկում է Մուլտիտրաս ընկերությունը։ Իր ստանձնած պարտականության առաջի կետերից մինչև վերջի կետը խախտվել է։ Մեր մտավախությունը, որ նրանք չեն կարողանալու մեր ուղևորափոխադրումը իրականացնել, դա իրականացել է։ Հիմա լավ, մենք փողոց չենք փակում, մենք ակցիաները դադարեցնում ենք։ Դրանով հարցի վերջնական լուծում ստանում ենք, թե չենք ստանում։ Խոստիկանապետը ինչ ասաց։ Խոստիկանապետը ասում է հետևյալը. բոլոր միջոցները ձեռնարկեք փողոցը չփակելու համար։ Հանդիպեք այս պատկան մարմինների հետ, ասում եք շատ լավ, ամեն ինչը կանենք, երբ որ մեր տրանսպորտային միջոցը կշարունակի երթևեկել։ Բայց դուք մարզպետին հանդիպել էիք, ինչ ասաց։ Այո։ Պարոն մարզպետի հետ հանդիպել եմ, մեր հանդիպումը շատ բարիադրացական, շատ հասկացության մթնոլորտում անցավ։ Ես շատ մեծ հույսերով համայնքին ներկայացրեցի, որ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ մեր հարցը դրական լուծում կստանա։ Պարոն մարզպետը վերջի պահին ասաց, որ ես իզորու չեմ այս հարցը լուծելու։ Ստիպված մենք փողոց դուրս եկանք նորից։ Ուրբաթ օրը, չենք հանդիպել, ուղղակի հեռախոսազրույց։ Տեսեք, պրոշանցիները ինչ որ ձևով կարողացան իրենց հարցը լուծել եւ թույլ տվեցին նրանց, որ այդ ավտոբուսը իրենց պատասխանում այդ առումով։ Ասում եմ, որ Պրոշանի հարցը ըստ էության չի լուծվել, Պրոշանի ավտոբուսը ընդամենը մոտեցել է համայնքին։ Գիտեք, բոլոր համայնքները ունեն յուրահատկություններ։ Պրոշան համայնքի դեպքում այդ լուծումը իրենց բավարարում է, որովհետև մարդիկ կարողանում են օգտվել այդ տրանսպորտային միջոցից։ Մենք էլ նույնն ենք ասում, ուղղակի ոչ մի բան չենք տարբերում։ Մեր համայնքի յուրահատկությունից է ելնում, որպեսզի մեր ավտոբուսը ուղղակի կարողանա համայնքի բնակիչը օգտվել։ Նայեք, դուք էլ կարող եք ականատես լինել։ 59 համարի տրանսպորտը հասնում է մինչև մեր համայնքի մուտքի մոտ։ Եվ դատարկ նորից պտտվում հետ է գնում։ Կարող ենք մենք հասկանալ, որ մեր համայնքին պատժում են դրա համար։ Ինչ է նշանակում համայնքի բնակիչը կարոտով նայի, որ իր տրանսպորտը գալիս ու ինքը չի կարողանում դրանից օգտվել։ Տեսեք, ես նոր նկատեցի, որ այստեղ անգամ անցում չկա, որ համայնքի բնակիչը գնա անցնի այն մայթ, այնտեղից ավտոբուսը։ Ուզում ասեմ, այս բարեկները հիմա անցման հարցը այնքան խորքային ու այնքան կարևոր է մեր համար։ Դուք մենակ տրանսպորտի հետ կապված հարցում մի նայեք անցման հարցը։ Ձեր դիմաց Պրոշանի կոնյակի գործարանն է։ Նաև կա Մարտինա ընկերություն, նաև կա տարբեր հիմնարկներ, որոնք ունեն մոտավորապես համայնքից 300-ից 400 աշխատող։
Դուք պատկերացնում եք օրական կտրվածքով այդ 400 մարդը մայրուղին պետք է հատի, նորից հետ գա։ Կան տարիքով մարդիկ, կան քայլելու հետ կապված խնդիր ունեցող մարդիկ, կան գեր մարդիկ։ Ինչ վերջը աղետ լինի, նոր հասկանանք, դուք մի հատ հələ նայեք այս իրավիճակը, ասենք մենք որ այս խախտում, թե խախտում չի, քիչի դու գանվում մարդը, բա որ խախտում անում, քիչի դու գանվում։ Ես գոնե ժամանակավոր առաջարկել եմ բարեկային ծառայություն։ Բարեկը կանգներ եւ մարդկանց փողոցը գոնե անցկացներ, մինչեւ հարցի լուծում ստանալը։ Այդ արդեն գիտեք ինչքան ժամ, ինչքան տևական ժամանակ է։ Հիմա նայեք, հիմա ավելի կոնկրետ բացատրեմ։ Համայնքի բնակիչը ուզում է օգտվել 59 համարից, չէ՞։ Բնականաբար պետք է վերևից ներքև իջնի, չէ՞։ Բնականաբար պետք է փողոց անցնի, որ օգտվի այդ տրանսպորտային միջոցից։ Մի հատ ես ուզեմ հարցի անհեթեթությունը նայեք։ Վերևում որ նայեք, բանն է, Կովկաս համալիրն է։ Ավտոբուսը հասցրել են Կովկաս համալիր, այնտեղից պտտվում հետ է գալիս։ Մենք ասում ենք այդ Կովկաս համալիր հասցնելու փոխարեն, խնդրեմ դատար, կարող եք նայել, դատար դուք չեք պատկերացնում իմ վիճակը հիմա այս պահին։ Դուք ազնիվ խոսք եմ ասում, չեք պատկերացնում։ Ոնց կարա տրանսպորտին ծախս անեն, հասցնեն, ախր իրենք չագրգռված պետք է լինեն առավելագույն ուղևորական փոխադրում իրականացնել։ Ինչ հայ-թուրքի սահմանն է, վերջը ինչ մեր համայնքին պատժում են դրանով։ Ինչ հասա անհետեթության աստիճանը չեմ հասկանում։ Ինչի համար ենք մեզ սրա։ Ասում էին կա ուղևորա փոխադրող, եղբայր չի բավարարում, դա մեզ չի բավարարում։ Ի սկզբանե ասել ենք, դա մեզ չի բավարարում։ Իրենք սպարտականությունը, որ մոնիտորինգի ընթացքում չեն ապահովում։ Վաղը որ ուսանողներ ունենանք, վաղը որ բացվի այս ամեն ինչը կամ ձմեռ կա, աշուն, ամառ կա, վերջ էս հիմա չեն անում, վաղը մենք ինչի առաջ ենք կանգնում։ Հարգելի լրագրողներ, ես ասում եմ, եթե չեմ թողելու մենք մեր լիարժեք գործողությունները անենք, մենք ուղղակի ստիպված ենք ելնելու անելու, մենք ամեն ինչ անելու ենք, մենք փողոցից տուն չենք գնալու, մինչև հարցի լիարժեք լուծումը չստանանք։ Բանակցում եք, թե ինչ որոշում եք։ Այս պահին ոստիկանների հետ էինք բանակցում։